Բայց այսպեսի բան կա, առաջ այն պատկերացումը կար, որ մարդը սովորեց երկրագործությունը, դառավ նստակյաց ու սկսեց քաղաքացիությունը զարգանալ։ Հիմա պատկերը փոխվել է, այդպես չէ։ Որսորդ հավաքչությամբ զբաղվողն է դառնում նստակյաց, եւ նստակյացությունն է բերում երկրագործություն, ոչ թե երկրագործությունն է բերում նստակյացության։ Հասկանալի է։ Այդ շատ հետաքրքիր բան է եւ դրա բաներ տվողը հիմնական նյութեր տվող հուշարձաններից մեկը էլի նորից հայկական լեռնաշխարհի սահմաններում է պեղվել, ուրեմն ունենք Սասունում է պեղվել, Հալան Չեմի անունը, տեղի քուրդ բնակիչները այդ տարածքին անվանել են Հալան Չեմի, այդ Հալան Չեմիում են պեղել 4 շերտ ունի 10200-ական թվականներից սկսած մինչև 8800-ական թվականները մթա այդտեղ ուրեմն մարդը ապրել է եւ բնակատեղի է կառուցել եւ այլն, բայց որսորդ են եղել, որսորդ հավաքչարար, երկրագործ չեն, բայց բնակատեղի են կառուցում։ Եվ մի շատ հետաքրքիր բան կա, երբ որ մենք ոնց ենք ուզում հասկանալ, թե ով է որսորդ հավաքչարարը, ով է նստակյացը, ուրեմն երկու շատ կարևոր այսպես համակարգ են առանձնացրել, նաև այդ հուշարձանի պեղումների շնորհիվ։ Ուրեմն պարզվում է կա աշխատանքի փոխհատուցման անմիջական վերադարձի համակարգ։ Հիմա կբացատրեմ ինչա, եւ կա հետաձգված վերադարձի համակարգ, աշխատանքի, թափազատ աշխատանքի։ Անմիջական վերադարձի համակարգը գործում է այն դեպքում, երբ որ դու գնացիր ձուկը որսացիր, կենթանին սպանեցիր, բերեցիր, ու կերար, անմիջապես փոխհատուցվեց։ Բայց կա երբ որ սեզոնային են, այսինքն այդ կենթանները որոշակի սեզոնին են գալիս այդտեղ, այդ բույսերը որոշակի սեզոնին են այդտեղ ավարտում եւ այսինքն դու պետք է գաս հետևես նրան, որ սկսի ինքը իր վեգետացիայի այդ ամբողջ ընթացքը անցնի կամ նրանք մարդիկ հավաքվեն այդտեղ եւ այլն, ասենք ջրավակ ավազանում Եփրատի կամ Տիգրիսի այդ վերին հոսանքների եւ այլն, այդ կենթանները մի տեղից մի տեղ են գնում եւ այլն, որտեղ դի գան հավաքվեն, բան որ դու կարողանաս որսալ։ Այդ դեպքում արդեն ամիսներ է քաշում քո թափած աշխատանքի դիմաց, որովհետեւ արդյունքը հետ գա։ Դա ուրեմն ուշացած է վերադարձի խնդիրն է, փոխհատուցման։ Հա, հետաձգված, ավելի շուտ ոչ թե ուշացած, այլ հետաձգված վերադարձի համակարգը։ Այդ հետաձգված վերակարգի համակարգով գործող որսորդ հավաքչարարներն են, որ հետո ստիպված են մնալ այդ տարածներում, որտեղ այդ ծորենը, վայրի ծորենը կամ վայրի գարին կա եւ այլն, որովհետեւ հետևեն աճի եւ այլն։ Հիմա դա էլ իր հերթին բերում է բանը, ուրեմն պետքա աշխատանք թափես, որովհետեւ դա հավաքվի եւ այլն, հավաքեցիր, հավելյալ արդյունք ես ունենում։ Գալիս է մյուս խնդրեմը, այդ հավելյալ արդյունքը պահել կուզի եւ բաշխել կուզի։ Սկսվում է սոցիալական ուրեմն հարաբերությունների մի այլ դաշտ ձևավորել, պաշտպանել է պետք է, հարևաններդ կարող են։ Չէ, դա էլ մի ուրիշ հարցն է։ Այդ դրա հետ կապված է, փոխկապակցված է, շատ ճիշտ նկատեցիր։ Ուրեմն երբ որ այդ համակարգը սկսում է ձևավորվել, ուրեմն կառուցեն գյուղեր, կմնա այդ տարածքին, որտեղ ինքը արդեն շարունակաբար, այսինքն սննդի հայթայթման պրակտիկաները ամենակարևորն են։ Այդ պրակտիկան է ուրեմն արդեն այդտեղ գերակշռում, այդ մարդիկ սկսում են ապրել այդտեղ, պայմաններ են ստեղծում եւ այլն, արդեն սովորական խրճիթներից մինչեւ տուն կկառուցի եւ այլն եւ կմնա այդտեղ։ Կբերի նստակեցության։ Այդ նստակյաց որսորդ հավաքչարարը երկար ժամանակով այդ տարածներում մնալով արդեն սովորում է այդ բույսերը մշակաբույս դարձնել, այդ կենթաները ընտելացնել եւ այլն։ Այսինքն նախ նստակեցություն, հետո նոր երկրագործություն եւ անասնապահություն։ Շատ է դաշկիր բանակաց, որտեղ իմ մոտ միշտ հակառակն է եղել։ Մենք դպրոցում սովորել ենք, որ երկրագործ, ասում են բանը նոր տվյալները լրիվ այլ կերպ են ներկայացնում այդ մեխանիզմները, թե ինչպես է գնացել։ Բացի դրանից, ուրեմն կա որսի կառավարվող որսի ստրատեգիաներ։ Այսինքն այդ հասարակությունները, որոնք արդեն նստակյաց են եւ որոնք արդեն շատ լավ գիտեն, որ կենթանիները երբ են գալիս այս ավազանից տեղափոխվում են, հա, ջրի հետևից կամ կերի հետևից էլ որտեղ կա ըստ սեզոնի տեղաշարժվում են, չէ՞ եւ այլն։ Հիմա նրանք նաեւ սկսում են կենթանիների կառավարվող որս անել, այսինքն քանի արու սպանեն, մատխաշը սպանեն, թե չսպանեն, հա, այսինքն վայրի հոտին կառավարում են։ Որսը կառավարելի որտեղ գիտեն որ վաղնել են այստեղ լինելու, որովհետեւ այդ հոտը պապանվի այդտեղ ու իրեն կարողանան մշտական սնունդ ունենալ։ Այդպես կամած նա դառնում է անասնաբանը, որսորդը կան աշճանաբար կդառնա անասնապահ, այսինքն մեխանիզմը ոնց է գնացել էլ այդպես։ Շատ հետաքրքիր բան է։ Ասենք օրինակ այդ Հալանչեմիում մեծ քանակությամբ խոզի ոսկորներ են հանել, վարազի ոսկորներ, վայրը եւ այլն, բայց այդ ոսկորների ուսումնասիրությամբ կարողացել են հասկանալ ասենք մատխաշն են սպանդի տվել, թե խոշորը սպանդի ձևեր կան եւ այլն, ու այնտեղ առաջ էսպես էր էլի, ընտանի կենթաներն ունտելացված բույսերը պետք է իրենց մորֆոլոգիական հատկանիշներով տարբերվեն վայրից, բայց հիմա
պարզվում է որ կա միջանկյալ տարբերակներ, այսինքն մարդը կարող էր բույսը ցանել եւ այլն, բայց դա դեռ այն բույսը չի, որ մենք ասում ենք ընտանի, բայց դա մարդը արդեն երկրագործությամբ է զբաղվում։ Ուզում ասեմ, այս process-ները լրիվ նոր բացահայտումներ են գնացել։ Դա էլ պետք է հազարամյակներ անցնեն, որ մենք ասենք այսօրվա մեր ցորենի նման սորեն ունենային։ Չէ, այսօրվանը չի լինի, բայց ասենք օրինակի համար, եթե 11200 թիվ ՄԹԱ մարդը այդ ցորենը կողքը ապրում էր եւ օգտվում էր դա վայրի ցորներ, արդեն 8800-8500-ական թվականների ՄԹԱ նա արդեն ցանում է, հա։ 9000 ընդրում էլ ավելի լավը։ Դե արդեն սելեկցիա է կատարում նայ։ Սելեկցիայից բացի, հիմա երբ որ այդ հմտություններին տեր դարավ մարդը, այդտեղ շատ կարևոր է ուրեմն գալիս է հետեւյալ պահը, ուրեմն որսորդ հավաքչարանների փոքրիկ համայնքները սկսում են շատ արագ աճել։ Երկրաչափական պրոգրեսիայով են աճում։ Հարևան, այսինքն մի վարքյան ուղղակի որ շատ նեոլիտյան հեղափոխության առաջի արդյունքը դա նստակյացությունն է։ Այո, նստակյացություն։ Որսորդական քոչվոր հասարակությունը դառնում է նստակյաց։ Երկրորդ արդյունքը սկսում է երկրագործ դառնալ։ Դրա հիման վրա նոր դառնում է երկրագործ